ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս, հատկապես հայացքային լուծական թիմին, Genesis Armenia-ի անունից նաև պաշտում եմ շնորհավորական խոսք ձեզ, նաև Profil Media-ին նման բարձրորակ հրատարակություններ կազմակերպելու համար։ Սա հերթականն է, որը քաղաքագետների և միջազգային հարաբերություններով զբաղվող մասնագետների սեղանին է դրվում, որպես հանրագիտարանային աշխատություն, որով կարող են նաև իրենց վերլուծություններում և հետազոտական աշխատանքներում առաջնորդվել։ Փոփոխվող աշխարհակարգ այս եզրույթը Սառը պատերազմի ավարտից հետո կամ դրա նախաշեմի Խորհրդային Միության կազմաքանդմանը զուգահեռ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների կլասիկների Հանտինգտոնի Ֆուկույամայի դպրոցից հետո առաջին լուրջ անդրադարձը կատարեց գերմանացի հայտնի թուրքագետ, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Հայնց Կրամերը իր Դեյշեն Թուրքիե աշխատությունում փոփոխվող Թուրքիա և մինչև 2012-13 թվականին Դավութ Օղլուն կհրատարակեր ռազմավարական խորագիրը կրող, վերնագիրը կրող աշխատությունը, որի տրակտատների իրականացմանը կամ իմպլեմենտացիային մենք ականատես ենք լինում վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ մարդիկ Մերձավոր Արևելքի ապագա քարտեզի վերաբերյալ իրենց մտորումները, պատկերացումները ասել էին և հստակ ձևակերպել էին, թեև ինչու ոչ, եթե Մերձավոր Արևելքի ներքին և արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքացիական հարաբերությունների մեջ մի փոքր խորանում ենք, տեսնում ենք, որ այդ ամեն ինչի մասին դեռ արաբա-իսրայելական երրորդ կլասիկ պատերազմից հետո այդ ամեն ինչի մասին խոսվել է, Եփրատից նեղոս, ինչպես նաև Լիբանան, Իրաք և համայն սուննիական աշխարհի սրբավայրերի Մեքքայի և Մեդինայի նկատմամբ իսրայելական կամ հրեական ազդեցության տարածում։ Ինչու ես այս նախաբանով սկսեցի, որովհետև այո տարածաշրջանը փոխվում է և այն, ինչի ականատեսը մենք այսօր լինում ենք, հենց բուն աշխարհաքաղաքական գրավիտացիայի կենտրոնն է։ Ես թույլ կտամ ինձ ասել, որ պարոն Բեկարյանին գրավիտացիոն ամենամեծ ուժերը ոչ Վաշինգտոնում են, ոչ Մոսկվայում են, ոչ Բրյուսելում են։ Գրավիտացիոն ամենամեծ ուժը Մերձավոր Արևելքում է։ Մերձավոր Արևելք, պարոն Մինասյան ճիշտ ասած, մեծ Եվրասիա ասած, բայց ես մի փոքր հիմնավորեմ, թե ինչու։ Մեծ Մերձավոր Արևելքը, թեև աշխարհաքաղաքական եզրույթի հարցում դեռևս քաղաքագիտական հարույթը չունի ընդհանրական մոտեցում, բայց Հարավային Կովկասը և Հայաստանը համարվում է Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային սահմանատուռը։ Հարավը գրկում է մինչև, այսպես ասեմ, Իրան-Պակիստանյա սահման, արևմուտք կարելի է գնալ արդեն արաբական գարուն ապրած երկրներ, մինչև Մարոկկո կարելի է հասնել, Թունիս, Մարոկկո։ Սա է Մեծ Մերձավոր Արևելքը, որտեղ կենտրոնացված է աշխարհի էներգետիկ և բնական ռեսուրսների ավելի քան 43%-ը։ Սա ինքնին բավարար հիմք է պնդելու, որ աշխարհի կամ ուժային կենտրոնների, որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների շահերի բախման, հատման ամենագլխավոր կետն է։ Հիմա կամ մեր օրեր ինչ է տեղի ունենում Հարավային Կովկասում, երբ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բոլորը խոսում էին, ամենայն դեպս թուրքական նախաձեռնություններ 3 գումարած 3 ձևաչափ կիրառումը, որը իրականում դեռ 1 տասնամյակ առաջ ավելի շատ եղել է իրանական նախաձեռնություն եւ այդ պաշտոնական Թեհրանի մասնակցությունը հայ-ադրբեջանական այսպես կոնֆլիկտի կամ բանակցությունների process-ի հաղթարմանը միշտ եղել է ակտիվ մինչև 44-օրյայից հետո Թուրքիան պաշտոնապես կառաջարկել է։ Ուրեմն այդ 3 գումարած 3 ձևաչափի նույն պրոյեկցիան մենք տեսնում ենք հիմա Մերձավոր Արևելքում։ Դերակատարները ըստ իրենց քաշային կարգի, ըստ ռեսուրսների եւ տնտեսական հզորության, տնտեսական պոտենցիալի զարգացման
Բանաձևի մեջ որոշ փոփոխություններ է կատարվում։ Ես այստեղ իմ շատ սիրելի ընկերոջն եմ ուղեկցում Արման Սաղաթելյանին, որի հետ այսօրվա պես հիշում եմ գրեթե 5 տարի առաջ այս թեմայի մասին մենք խոսել ենք իր տան բակում եւ այն ինչի մասին որ խոսել ենք, կարծես հերթով այսպես տեղի է ունենում, խոսքը ոչ հեղինակային իրավունքի մասին, հա, Աբրահամյան բանակցություններին եւ համաձայնագրերին է վերաբերվում, որով ի վերջո ծոցի արաբական երկրներից նվազագույնը երկուսը, Միացյալ Էմիրությունները եւ Քաթարը կնքեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնագրեր Իսրայելի հետ։ Ուրեմն այս դերակատարների փոփոխությունը տեսեք ինչ է տեղի ունեցել մեր զավարարքում, ես կխոսեմ մինչև եւ հետո, մինչև 2024 թվականի հունիս եւ կխոսեմ հունիսից հետո թե ինչ փոխատեղումներ եղան դերակատարների հարցում։ Գոյություն ուներ Իրանի ռազմաքաղաքական, ռազմաստրատեգիական, տնտեսական, ժողովրդագրական, դավանաբանական հեգեմոնիա մերձավոր արևելքում։ Գոյություն ուներ շիական կիսալուսինը, որը Թեհրանից երկարում էր մինչև Բաղդադ, Դամասկոս եւ Լիբանան։ Իր ցամաքային լոգիստիկ բոլոր հնարավորություններով։ Գոյություն ուներ Հեզբոլլահ կազմակերպություն, գոյություն ունեն հուսիներ, որոնք վերջին բաստիոնն են մնացել ոչ ժողովրդավարության։ Վերջին բաստիոնն են մնացել այսպես կոչված դիմադրության ճակատի եւ գոյություն ունեին լոզունգներ, այդ լոզունգներից երկուսը կասեմ, որի տակ էլ փորձենք դասակարգել պետությունները ըստ իրենց քաշային կատեգորիաների։ Դիմադրության ճակատ, դիմադրության գոտի, միասնական հրապարակներ, միասնական ճակատներ։ Այս արտահայտությունները հենց այնպես չեն, խոսքը վերաբերվում է քաղաքական շիիզմի կապիտալիզացիային մերձավոր արևելքում, ինչը բնականաբար հանդիպեց շատ լուրջ խոչընդոտի, երբ հունիսին, անցած տարվա հունիսին չեզոքացվեց Իրանի գլխավոր ռազմաքաղաքական խմբավորման Հեզբոլլահի ղեկավարությունը, որի շուրջ ի դեպ կային շատ լուրջ կասկածներ, որ այդ հարցում ներգրավված են մի շարք Սիրիայի դաշնակից պետությունների գործակալական ցանցեր։ Հեզբոլլահին հանեցին արանքից, Իրանի դիրքերը թուլացան։ Իրանի նկատմամբ ճնշումները մերձավոր արևելքում դեռ 2003-4 թվականների Իրաքի պատերազմից հետո, որի արդյունք եղավ սիրիական պետության զինված ուժերի դուրսբերումը, պաշտոնական դուրսբերումը Լիբանանից եւ գրեթե քաղաքացիական պատերազմի, երթական քաղաքացիական պատերազմի շեմին կանգնեցին Լիբանանը։ Իրանը չկա, բնականաբար քաղաքականության մեջ վակուում չի մնում, անվտանգային վակուում չի մնում։ Այդտեղ պիտի լրացնեն, հա, այդ ուժերը։ Հայտնի համաշխարհային գրավիտացիոն կենտրոնների թույլտվությամբ, թե չնկատելով պարզապես քաղաքական սուննիզմի ռադիկալ դրսևորմանը մենք ականատես եղանք ի դեմս իսլամական պետության եւ նմանատիպ այլ խմբավորումների, որոնք դիրքավորվեցին եւ այսօրվա Սիրիայի քաղաքական որոշումների ընդունման գլխավոր կենտրոններում իրենք ունեն ամենամեծ այսպես ասեմ, առավելությունը, եթե կարելի ասել։ Իրանը դուրս եկավ տարածաշրջանից, այդտեղ գոյություն ունի երկու գլխավոր պետություն, որոնք այդ երեք գումարած երեքի մասին է խոսում, հա։ Մեկը Թուրքիան է, մյուսը Եգիպտոսը։ Տեսեք Իսրայելի անունը չտվեցի, որովհետև հիմք ընդունելով դեռևս 1948 թվականի մայիսին հռչակված Իսրայել պետության առաջին փաստը, որ առաջին պետությունը, որը ճանաչել է Իսրայելը որպես սիոնիստական գոյություն, ես նաև թուրքական եւ արաբական լեզվամտածողությունն եմ փորձում փոխանցել։ Դա եղել է Թուրքիան։ Թուրքիան առաջին պետությունը, որը ճանաչել է Իսրայելը։ Այդ ամբողջը դեռևս 60-ականներին եւ ամենավերջում 1996 թվականի սեպտեմբերին Թուրքիա-Իսրայել հետախուզական անվտանգային, ռազմաքաղաքական, ստրատեգիական պայմանագրերը, որոնք կնքվեցին, անժամկետ
պարտավորեցնում են երկու կողմին էլ փոխանակվել հետախուզական տեղեկություններով, ընդ որում որևէ սահմանափակում չունենալով որևէ տարածաշրջանի նկատմամբ։ Խոսքը բնականաբար վերաբերվում է նաև Արցախի այսօրվա օկուպացված տարածքների, հիմնականում Կովսականից, մինչև Արաքսի այդ տարածքները, որտեղ իսրայելական հետախուզական օդանավերը եւ խոսքով գիտեք ինչ գործունեությամբ են զբաղվում։ Երկրորդ, ուրեմն երրորդ պետություն նշեցի Եգիպտոս, Թուրքիա-Իսրայել տանդեմը եւ հիմա արդեն փոփոխություն է կատարվում այդ բանաձևի մեջ։ Ասպարեզ է մտել ծոցի արաբական երկրների առաջատար Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան թագաժառանգի դե ֆակտո իշխանությունը իր ձեռքում պահելով փոխում է ամբողջ մերձավոր արևելքի քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Տնտեսական դիվերսիֆիկացիայի անհսկայական աշխատանքը, որ Սաուդյան Արաբիան տարել է վերջին 10 տարվա ընթացքում, խոսում է այն մասին, որ առաջիկա 20-30-ամյակում չեն ապավինելու բացառապես նավթագազային ռեսուրսներին, եւ ես ընդհանրապես թիվ կարող եմ հնչեցնել 2035 թվականի դրությամբ Սաուդյան Արաբիան 65%-ով նվազեցնելու է իր կախվածությունը նավթից։ Սա հսկայական հեղափոխական քայլ է ընդհանրապես մերձավոր արևելքում, որովհետև այդ մարդիկ հասկանում են, որ քաղաքականության տրամաբանությունը պետք է փոխել։ Ես փոքր պետությունների մասին չեմ խոսում, ծոցի, Քաթարի մասին, որը իր գազային պաշարներով երրորդն է ամբողջ աշխարհում, բայց խոսեմ Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, որը ֆինանսատնտեսական էստաֆետը վերցրեց ամբողջությամբ իր ձեռքում պահեց եւ այս պահի դրությամբ ինքը դառնում է զարգացող արևելյան տնտեսական վագրերի, ասիական վագրերի եւ Եվրոպայի կամ արևմուտքի միջև ուղիղ կենտրոնական հատվածում է գտնվում եւ իր ձեռքում է պահում ֆինանսատնտեսական շարժի ամբողջ այսպես լոկոմոտիվը։ Երկրորդ խաղացողը փաստորեն նրանք են։ Ավանդական 3-ը մենք կասենք Դիցուկ Յակոբ Միսկյան երանախագահության տրամաբանությամբ եթե գնանք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրամիություն։ Մերձավոր արևելքում փոխվել է տրամաբանությունը։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ Չինաստանի տնտեսական հզորությունը ամփոփել, ափսոս։ Բայց մենք հատուկ ռեժիմում շարունակենք, պարոն Բեկարյան։ Չինաստանը ինչ է բերում մերձավոր արևելք եւ ինչու է գրավիչ եւ ում հետ է պատերազմում։ Պատերազմում է Միացյալ Նահանգների հետ արժեքների դաշտում։ Չինաստանի շատ պահպանողական գաղափարաբանությունը առհասարակ արտաքին քաղաքականության մեջ ուղեկցվում է տնտեսական շատ մատչելի լուծումներով, ինչը նրան հնարավորություն է տալիս ամբողջ մերձավոր արևելյան երկրների տնտեսությունների առույցի բաժինը վերցնել։ Միացյալ Նահանգները ինչ է խոստանում։ Միացյալ Նահանգները խոստանում է անվտանգություն ոչ ռեալ մեխանիզմներով։ Արաբական աշխարհում մերձավոր արևելքում Թուրքիան բացառում ենք, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, արաբական գարուն ապրած բոլոր պետությունները, որոնք հույս էին փայփայում կամ չգիտեմ ինչ էին անում։ Աֆղանստան իրենց օրինակ, Իրաքը իրենց օրինակ, Եմենը օրինակ։ Միացյալ Նահանգները այո, ես պարոն Բեկարյանի ասացին եմ գալիս, ասել որ Միացյալ Նահանգները ձեզ չի ասում ես ձեզ կօգնեմ։ Միացյալ Նահանգները ասում է անվտանգություն դուք ինքներդ կպահեք ձեզ, բայց Միացյալ Նահանգները վերցնում է այդ ամբողջ տարածաշրջանի հնարավոր ամեն ինչ, ոչ միայն բնական ռեսուրսները։ Սիրիայում այնինչ այսօր տեղի է ունենում եւ դեկտեմբերի 8 2024 թվական Բաշար Ասադի անփառունակ վախճանի կամ հեռացումից հետո այդ կապակցությամբ նաև Պրոֆիլ մեդիան եւս շնորհակալություն հայտնեմ, որ հրատարակել էր մոխաբարատ աշխատությունը եւ այդտեղ այդ սցենարները նույնպես քննարկվել էին Սիրիայում ինչ է տեղի ունենում կամ ինչ է տեղի ունենալու։ Սիրիայում այսօր կա մեծ խնդրեմ, դա քրդական խնդիր։ Քրդերը պետություն ունենալու են թե ոչ։
Արդյոք Միացյալ Նահանգները աջակցելու է քրդերին նվազագույնը ֆեդերալ մակարդակում հաստատել ինքնիշխանություն, արդյոք Իսրայելը կյանքի է կոչելու ի վերջո Դավթի միջանցքը, իսկ այդ Դավթի միջանցքը Լաչին միջանցքից շատ ավելի տարողունակ եւ շատ ավելի բովանդակային, այսպես դժոխային մի ծրագիր է, որը ենթադրում է Սիրիայի ֆեդերալիզացիա, Սիրիայի մասնատում, դրուզական պետություն հարավում, հյուսիսարևելքում քրդական պետություն եւ այնտեղից ամբողջ ջերային ռեսուրսների նկատմամբ Սիրիայի եւ Իրաքի վերահսկողություն։ Մերձավորարվելքում մասա է կատարվում, դրա համար է մեզ ասում, որ գրավիտացիոն ամենամեծ կենտրոնը կարծում եմ նաև առաջիկա մեկ տասնամյակում լինելու է մերձավորարվելքը։ Կներեք, եթե մի փոքր երկարասոցի տաղ մասը։